պատրաստում ենք այսօր լյուլյա քեբաբ, ուրեմն ինչն է կարևոր։ Շատ հաճախ շատերը քեբաբը պատրաստելուց խառնում են ձու, ալյուր, չգիտեմ, քիմիական լիքերացիաներ են ենթարկում միսը, որպեսզի չթափվի։ Որպեսզի միսը չթափվի, նախ պետք է ընտրենք ճիշտ միս, աղանք ճիշտ, այսինքն կիսասառած եւ ամենակարևորը, շշերին խփելուց պետք է ճիշտ հետեւյալ գործողությամբ։ Շատ հաճախ ասում են բաղադրատոմսը 300 գրամ սալ, 300 գրամ սոխ, հավի միս, ֆիքսված այդպիսի բաղադրատոմս գոյություն չունի։ Նախ տեսնում ենք թե ավարի միսը ինչ ուղղայնություն ունի, նոր հետեւաբար խառնում ենք սալը 200 գրամ կամ 400 գրամ։ Ու ամենակարևորը, եթե սոխը աղում ենք, ջուրը հեռացնում ենք։ Աղում ենք սոխի ջուրը։ Ավելի լավ ավելացնենք սովորական ջուր, քան ավելացնենք սոխը ջրով։ Խփելուց վերցնում ենք։ Դե հիմնականում անում են 180-ից 200 գրամ վաճառքի համար, բայց քանի որ մենք պատրաստում ենք մեր համար, մինչև 300 գրամ։ Օպերատորին խնդրենք մոտենա։ Այս երկու մատով։ Ահա, արդեն պատրաստ է։ Քեբաբի համար մեզ պետք է շատ թեժ կրակ։ Ոսկե գույն է, ոսկե քեբաբ, լրիվ ոսկե։ Վայ լայք տնողին։